Ողջույն սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ միացել եք իմ ալիքին, շնորհակալ եմ, որ դիտում եք ինձ։ Իսկ այսօր պատրաստելու ենք այսպիսի համեղ տորտ, որը կոչվում է Սպարտակ։ Կպատրաստեմ եւ կկիսվեմ իմ պատրաստման եղանակով։ Տորտը ստացվել է շատ նուրբ, թեթև, անչափ համեղ, պետք է պատրաստեք, որ ինքներդ համոզվեք։ Դե ինչ սկսենք պատրաստելը, պատրաստում ենք շերտերի խմորը։ Դրա համար մաղով անցկացնում ենք ալյուրը։ Մաղով անցկացնում ենք նաեւ կակաոն։ 4 բաղադրիչներից այստեղ ավելացնում ենք նաև փխրեցուցիչը։ Այս ամենը լավ խառնում ենք եւ դնում ենք մի կողմ։ Այնուհետև ամանի մեջ կոտրում ենք 6 ձու։ Այստեղ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը, ավելացնում ենք շաքարավազը, մեղրը եւ այս ամենը տեղափոխում ենք գոլորշու վրա եւ սկսում ենք խառնել։ Խառնելու ենք այնքան, մինչեւ շաքարավազը ամբողջությամբ հալվի։ Եվ ահա, երբ ստանում ենք այսպիսի միասեռ զանգված, կիտրոնի հյութը լցնում ենք սոդայի վրա, լցնում զանգվածի վրա, շարունակում ենք խառնել մոտավորապես 4-ից 5 րոպե եւ երբ զանգվածը սկսի փրփրել եւ սպիտակել, վերցնում ենք գոլորշու վրայից։ Եվ սկսում ենք ավելացնել 4 բաղադրիչները։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, այսպիսի թույլ խմոր պետք է ստանանք։ Հիմա այս խմորը պետք է ծածկենք սննդային թաղանթով եւ տեղափոխենք սառնարան ամենակիչը 1.5 ժամով։ Իսկ այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, օսլան եւ ալյուրը, ավելացնում ենք նաեւ կակաոն եւ այս ամենը լավ խառնում ենք։ Այնուհետև կոտրում ենք 2 ձու եւ շարունակում խառնել։ Վերջում ավելացնում ենք կաթը, ստանում միասեռ զանգված եւ տեղափոխում գազօջախի վրա։ Գազօջախի վրա անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա հասցնում ենք եռման աստիճանի, եռացնում 1 րոպե եւ վերցնում կրակից։ Եվ ստանում ենք անչափ համեղ կրեմ։ Կրեմը տեղափոխում ենք առանձին ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով եւ թողնում, որպեսզի լավ սառի։ Այնուհետև դուրս ենք բերում խմորը սառնարանից, սեղանի վրա ալյուր ցանում, խմորը տեղափոխում ենք սեղանի վրա եւ մի փոքր հունցում ենք։ Այնուհետև խմորը բաժանում ենք 7 մասի եւ ստանում գնդեր։ Մեկ գունդը թողնում ենք սեղանին, իսկ մնացածը շարում սկուտեղի մեջ, անպայման ալյուր ենք ցանում, որպեսզի գնդերը չկպնեն սկուտեղին, քանի որ շատ փափուկ գնդեր են։ Տեղափոխում ենք սառնարան, իսկ մեկ մասը սկսում ենք թխել։ Վերցնում ենք յուղաթուղթը եւ յուղաթղթի վրա բացում ենք մեր առաջին շերտը։ Շերտի չափը կարող եք ինքներդ որոշել, այսինքն կարող եք ավելի շատ գնդերի բաժանել եւ ավելի փոքր շերտեր ստանալ կամ հակառակը։
Այս ընթացքում ջեռոցը միացնում եւ տաքացնում ենք 170 աստիճան, շատ արագ են շերտերը թխվում, մոտավորապես 7-ից 10 րոպե։ Չենք մոռանում խմորահա այսպես լավ ծակծկել պատարագաղով, որպեսզի շերտերը թխվեն հավասարաչափ։ Եվ ստանում ենք այսպիսի փափուկ ծակոտկեն շերտեր։ Նույն կերպ թխում ենք մնացած 7 շերտը։ Բոլոր շերտերը պատրաստ են, վերջացնենք կրեմի պատրաստելը, հանում ենք սառնարանից սերուցքը, լավ թափահարում, լցնում ենք հարիչի ամանի մեջ և սկսում հարել մինչև զանգվածը պնդանա, որից հետո քիչ-քիչ ավելացնում ենք արդեն սառը վիճակում գտնվող մեր եփած կրեմը։ Վերջում ավելացնում ենք 1 թեյ գդալ վանիլին և շատ նուրբ կրեմը պատրաստ է։ Կարող ենք հավաքել մեր տորթը։ Յուրաքանչյուր շերտի վրա լցնում ենք առատորեն կրեմ և հավասարաչափ տարածում։ Շերտերից մեկը պահում ենք, որպեսզի վերջում մանրացնենք և վերջնական տեսքի բերենք մեր տորթը։ Ահա եւ վերջ, սիրելի հետևորդներ, այսօր էլ այսքանը։ Պետք է փորձեք, որպեսզի համոզվեք, թե ինչքան համեղ է ստացվում։ Իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաեւ զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։